Ողջույն Ալիսա։ Ողջույն։ Դու կարդացիր փոքրիկ կոկորդիլոսի մասին։ Դու գոհ ես քո կարդալուց։ Ոչ։ Կուզես ավելի լավ կարդալ։ Այո։ Ինչ կանես դրա համար։ Պետք է ես ամռանը շատ գիրք կարդամ, որ ես տեսնենք սովոր եմ։ Շատ ապրես։ Իսկ քո հեքիաթի մեջ քեզ անծանոթ բառեր կային։ Այո։ Որոնք էին։ Կարող ես գտնել։ Տարօրինակը, ճգտելը, Ինչպես գտար այդ բառերի բացատրությունը։ օգտվելով բառարանով։ Բառարանից։ Գիրք բառարան թե օնլայն բառարան։ Օնլայն բառարան։ Եվ ինչ պարզեցիր, ինչ է նշանակում տարօրինակ։ Տարօրինակը նշանակում է անսովոր։ Իսկ ձգտել ինչ է նշանակում։ Ձգտելը աշխատել։ Այո, շատ ապրես։ Դու կարող ես պատմել մեզ մի փոքր կոկորդիլոսի մասին։ Նա տխուր կոկորդիլոս էր, հա, կարծես։ Այո։ Ինչու էր տխուր։ Նա տխուր էր, որ իր մոտ ոչ մի բան չէր ստացվում, բայց իր ընկերը օգնեց իրան։ Ինչ արեց ընկերը։ Ինչ խորհուրդ տվեց։ Ասաց, որ դու շատ կկարդաս կամ կսովորես, դու ավելի լավ կսովորես։ Եվ լսեց իրեն փոքրիկ կոկորդիլոսը։ Այո։ Ու փոքրիկ կոկորդիլոսը առավոտից մինչև իրիկուն իր հին դասերը սովորում էր, որպեսզի պատրաստվեր։ Լավ, ուսուցիչները դա նկատեցին։ Այո, որտեղ նա դպրոցում սկսեց ավելի լավ սովորել, որտեղ նա կենտրոնացավ ու լսեց։ Այ դու ասացիր կենտրոնանալ, մենք տանը ինչ ենք քեզ միշտ խնդրում մաթեմատիկայի դասերին։ Որպեսզի ես կենտրոնանամ։ Եվ ով է քեզ օգնում այդ հարցում։ Իմ հայրիկը։ Շատ լավ, այսինքն այս կարդացած քո հեքիաթը քեզ օգնեց հասկանալ, որ եթե աշխատասիրությամբ լծվես, ամեն ինչ կստացվի։ Շատ լավ, ես հիմա վերջում ուղղակի ասեմ, որ ես Ալիսայի հետ համաձայն եմ, որ մենք պիտի շատ կարդանք, որպեսզի սահուն կարդանք, եւ ամռանը մեզ սպասում են հաճելի գրքային ճամփորդություններ։ Դե առողջ մնացեք, ստեսություն։